Մեդիամաքսը հարցազրույց է վերցրել ձեռնարկատեր և բարերար Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ հիմնադրամի բարեգործական հիմնադրամների ու ծրագրերի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Զոնաբենդը հարցազրույցի ընթացքում խոսել է Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանում ընթացող դատավարության մասին, այն անվանելով արդարադատության լիակատար մերժում։ Նրա խոսքով, մեկ տարվա ընթացքում դատարանը չի բավարարել պաշտպանության գրեթե ոչ մի միջնորդություն, վկաներ չեն հրավիրվել, իսկ գործընթացը փակ է եղել անկախ վերահսկողությունից։ Վարդանյանը պահվում է հիմնականում մեկուսացված պայմաններում, ընտանիքը չունի հստակ տեղեկություններ նրա առողջական վիճակի մասին։ Նրա միակ կապը արտաքին աշխարհի հետ նրա ուղարկած նամակներն են։ Զոնաբենդը հիշեցնում է նաև Վարդանյանի և իր երկարամյա տեսլականը Հայաստանը դարձնել կրթության և մարդկային կապիտալի կենտրոն։ Դիլիջանի միջազգային դպրոցն էլ այդ գաղափարի առանցքային արդյունքն է։ Սակայն այս ֆոնին ուշագրավ է, որ Դիլիջանի քաղաքապետը որոշել է վիճարկել երկարաժամկետ կառուցապատման Ռուբեն Վարդանյանի իրավունքները մի նախաձեռնության նկատմամբ, որը տարիներ շարունակ ծառայել է քաղաքի և Հայաստանի զարգացմանը։